Գժվել ես, ինչ ես անում ստեղ, բա որ մերոնք տեսնեն, թե դու հենց նրա համար ես եկել, որ աղբերներից հունից հանես։ Աղբերը Իվանդանոց չի խի։ Հա, որովհետև չգիտես ինչի, ինչ որ մեկը վնասել է իրան։ Բտնաշն ձերները ծալած նստած եք, մի բան արեք, պարզեք ով է այդ մեկը։ Ես արդեն երկրորդ անգամ ուրիշ բան եմ ուզում պարզեմ, ինչ ես անում մեր տան մոտ։ Մանոն ջան, բոյից հետո չենք տեսնվել, մի հատ չգայք ես տեսնեի, մտիմանայի ում էիր երկրպագում այդ օրը։ Հաստատ ոչ քեզ։ Լավ էլ մի լարի։ Որովհետև դու ուրիշ բանի արժանի չես։ Որովհետև ես քո համար այնքան չկամ, որ մարդիկ էիք ուղարկել մեր տուն, ու չասեմ ինչ էին արել մեր տունը։ Ինչ տուն, ինչ մարդիկ, ինչ ես խոսում։ Լավ էլի մի խաղա։ Դու լավ էլ գիտես ես ինչ եմ խոսում։ Դու այնքան թքած ունես իմ վրա, որ անգամ իմ փաստը հաշվի չառար։ Լավ, մերոնք մի կողմ։ Բա ես որտեղ էի ապրելու։ Այդ ցավը տանը եկել եմ քեզ տենամ, կարոտս առնեմ, դու դեր այտենց ծանր թեմաներ ես քննարկում։ Համբերի հասկանամ ինչ ծրագրեր ունես առաջիկայում, հասկանանք մենք մեր հարաբերությունները ինչ փուլ ենք տեղափոխում։ Մեր տան կողմերում էլ չերևաս, որովհետև քո ու քո ընտանիքի արածը ես չեմ ներելու։ Բայց ես չեմ էլ եկել ներողություն խնդրելու, գիտես, չէ՞։ Ուրեմն ավելի վատ քո համար։ Անգամ վատ երազում նման բան չէի սպասի։ Մամ, ինչ եղավ Իվանդանոցում։ Մամա, պատմի ինչ ա եղել։ Դու իմ հետ էիր, արտասովոր ինչ տեսար կամ լսեցիր։ Արտասովոր ոչ մի բան։ Դրա համար էլ զարմացած եմ, ինչի կտրուկ տրամադրությունը փոխվեց։ Ուղղակի հոգնած եմ, բալես, տուն եմ ուզում։ Լավ, գնանք։ Սրճարանում նստենք, տրամադրությունդ էլ կբացվի։ Չէ, ապրես բալես, բայց իրոք չեմ ուզում եմ տուն գնալ։ Ով, իսկ ինչ ա պատահել Լեոյի ծնողներին։ Էդ քեզ ինչի ա հետաքրքրում։ Չէ, ուղղակի զուտ հետաքրքրասիրություն ա։ Էլի գործ ա պարկասու։ Ոչ մի գործ ամոթ չի։ Իմ համար դատարկ գրպանով տուն գնալն ամոթ։ Հունանի մտքին մի բան կա։ Դա հենց այնց սլակները չեր ուղի Ռաֆի ընտանիքի ուղղությամբ։ Հաստատ մի բան կա։ Կարող է Լեոյի կծինը դուրս եկել։ Էն ինչ ասեցի, լավ էր, արագ կողմնորոշվեցի, բայց դա քիչ էր, պիտի նրան լրիվ ուրիշ ուղղությամբ շեղեի։ Խորշակս փակվեց այ մարդ։ Բավական շատ լավ տղա է, սիրեցի իրան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցիր աղջիկ ջան։ Լավ եք։ Դե քեզ տեսավ արդեն լավ կլինի։ Պապի։ Ինչ, երբեք մի թաքցրու զգացմունքներդ, երբեք մի թաքցրեք, սիրում եք, ասեք սիրում ենք։
որ հետո չփոշմանեք ձեր չասած խոսքերի համար։ Կամար համավուտելիքներ եմ բերել։ Ապրես, հուսամ քո պատրաստածն է, չէ՞։ Ահա, դե ուրեմն քո ձեռքով էլ կկերակրես, ես գնամ։ Ուր։ Մնացեք դուք էլ փորձեք։ Չէ, դու Լեոին կերակրի, թող Լեոն անուշանի, իսկ ես դուրս կամ մի քիչ քայլեմ տղա ջան։ Ապրես, միշտ այդպես սրտաբաց եղիր։ Մի տրվիր ընտանիքի դրամանների։ Ես գնամ։ Պապին տենց ասաց, որովհետև չի կարում մարսի, ու ոչ մեկ չի կարում մարսի։ Ու ես էլ են դեպքում, որ չգիտի, ստեղ հայտնվելուս հեղինակը աղբերը տա։ Լեո, չգիտեմ ինչ ասեմ։ Միակ բանը, որ կարամ անեմ, այդ ընտանիքիս փոխարեն ներողություն խնդրելն է։ Դու մեղավոր չես։ Ընտանիքի տարածների համար դու պատասխանատու չես։ Չէի սպասում, որ նորից կգաս։ Չէի կարա չգայի։ Ես անդադար քո մասին էի մտածում։ Քո շնորհիվ ա, որ աղբերը դեռ ապրում է։ Շատ համով է, բայց թող ես ինքս ուտեմ։ Չէ, ինչ շատ հաճելի է, որ իմ ձեռքից ես ուտում։ Դե նենց չի, որ ինձ տհաճա։ Ինչ կա։ Այո, պապ ջան։ Կյանքներս են քաղցրացնում, էլի։ Ոնց որ մենակ ես մնացել, հա։ Բայց ինչի՞ եմ մենակ, եթե իմ կողքին կան ձեր պես ծնողներ։ Իսկ աղջիկ բան պետք չի։ Հոգնել ես աղջիկներից։ Դե պապ ջան ամաչացնում ես հիմա, ոչ են ասեմ պետք է, ոչ են ասեմ չէ։ Իսկ այն Լեոյի քրոջ հետ վերջ։ Դե մանանի հետ մի քիչ անհասկանալի հարաբերություններ է, էլի չեմ հասկանում ինչ փուլում ենք։ Ոչ վերջ է, ոչ սկիզբ է։ Բայց դու չէիր ասում դրանցից հեռու մնանք։ Իսկ ինչ գիտես դրանց ընտանիքի մասին։ Ինչ է հետաքրքրում կոնկրետ ասեմ։ Դե քանի երեխա են, ինչով են զբաղվում։ Հեր, մեր։ Դե ներկու աղբոր պահով գիտես։ Առողջ եմ։ Ես ինչ հարց է, պապ։ Լավ, իսկ
Հորնումոր մասին ինչ գիտես։ Ճիշտ ասած հորնումոր պահով չեմ հետաքրքրվել տենց, բայց ինչքան գիտեմ մահացած եմ, չունի հեր մեր։ Մնացած ի՞նչ է քեզ պետք ինչ-որ մանրամասնություններ, եթե պետք է ճշտեմ, բայց ինձ մի քիչ լավ հարաբերությունների մեջ չենք, էլի ասեմ իմացի բաբջան ինձ գրողից ոսնա ուղարկել էլի իր մոմենտով։ Դե աղբոր այն օրը չես գցել, որ հետդ նորմալ շփվեր։ Չէ, այդ աղբոր պահով չգիտի։ Այն տունը քանդու կարապ անելու պահով է կասկածում։ Կենա քշում հետս։ Ոնց որ մոռացել էիր, հա, քեզ հեռախոսով ինչ ասեցի։ Մամ, ես ընդհանրապես Լեոյի համար ուտելիք էի սարքել։ Գիտեի, որ քեզ այստեղ կգտնեմ։ Աղջիկներն են տեղս ասել։ Իհարկե ոչ։ Ուղղակի ես իմ աղջկան լավ եմ ճանաչում։ Իսկ հիմա դուրս արի հիվանդասենյակից թողես երիտասարդի հետ երկու բառ խոսեմ։ Գնա, թող խոսենք։ Այսօր աղջիկ ջան, ինչի Լեոյին մենակ թողեցիր։ Մաման ուզեց Լեոյի հետ խոսալ։ Ոչ թե, ես պայման Լեոյի մոտ լինեմ։ Պապի, խնդրում եմ, արի սպասենք, թող մի քիչ խոսեն։ Դու խանգարում ես մեր տան Անդորին։ Այդ հլը հարցա, ով ում Անդորն է խանգարում։ Ասեցի խանգարում ես։ Նենց որ չքվիր մեր կյանքից։ Հետո Եթե չես ուզում հայտնվես այնտեղ, որտեղից դուրս գալու ճանապարհ չկա, ուրեմն մեր աղջկանից հեռու ես մնում։ ուրեմն ուշադիր ինձ լսեք։ Ես ձեր աղջկան սիրում եմ։ Ինքն էլ ինձ։ Ու ուզում ա ձեր նման հազարն էլ գա։ Լեայից չեմ հրաժարվի։ Դուք էլ ձեր հասանելիքը կստանաք։ Ես խորհուրդ կտայի լռեիր։ Այս պահից սկսած կտեսնենք, որը որից հետո է։ Չէ, աղջիկ ջան, հերիք եղավ։ Ես մի ներս մտնեմ, չեմ կարող կանգնել սպասել։ Գնացինք Լեո։ Ես պիտի մնամ, մամ։ Առաջին դու գնացինք։ Հանգստացի Օլգա, փորձի կառավարել քեզ։ Չի կարող սենց ուկատիպություն լինի։ Ուղղակի հնարավոր չի։ Այնքան ես այդ ուղղությամբ մտածել, որ արդեն գլխումդ սուտ պատմություններ են հորինվում։ Մամ, ամեն ինչ նորմալ է։ Մամ։ Հանգստացի, ես լավ եմ։ Տեսքիդ նայողը չի ասի, թե լավ ես։ Կարամ իմանամ ինչ խնդիր կա։ Ինչ խնդիր պետք է լինի, բայց Տրամադրության շատ կտրուկ անկում եղավ քո մոտ։ Ու դա սկսվեց հիվանդանոցից։ այ տեսնում ես, որ նույն խոսակցությունն ես բացում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո դու ինձ նույն հարցը տվեցիր։ Ես ասեցի, որ ոչ մի խնդիր չկա, ու դու նորից ինձ բարկացնում ես։ Իմ պարզ հարցերը ինչի պետք է քեզ ջղայնացնեն։ Բալես ոչ թե ջղայնացնում են, այլ նյարդայնացնում են։ Իսկ իմ այս նյարդային վիճակի պատճառը դու գիտես, մեր այս կարգավիճակն է։ Ու ի՞նչ է մեր կարգավիճակը։ Չես հասկանում։ Բալես ճիշտ է, մենք մեր երկրում ենք ապրում։ Բայց իմ աշխատանքը, իմ տունը, իմ ընկերները, ամեն ինչ Մոսկվայում է գտնվում։ Չես հասկանում, ես ստեղ շնչահեղձ եմ լինում։ Ու այդ ամեն ինչը չհաշված, ինձ կարող աշխատանքից դուրս հանեն։ Ուրեմն վերադարձի Մոսկվա։
Առանց քեզ չեմ կարա։ Մամ, դու գիտես, որ հիմա դա հնարավոր չի։ Ինչի հնարավոր չի։ Եկար Հայաստան մի անգամ ու հիմա կյանքդ Մոսկվայում չես պատկերացնում։ 20 տարի Մոսկվայում ես ապրել, հիմա կյանքդ Մոսկվայում չես պատկերացնում։ Անկեղծ որ լինեմ, ինձ տեղ ավելի շատ է դուր գալիս։ Բայց որտեղ դու, այնտեղ էլ ես։ Մենակ թե ոչ հիմա։ Մի քիչ էլ սպասենք։ Եթե դա քո աշխատանքի հետ կապված հնարավոր չի, դու վերադարձի Մոսկվա։ Իսկ ես ավելի ուշ կմիանամ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եմ օգնել ինչ-որ բանով։ Գիտեք ինչա պետք։ Սենց շատ լավ հեռախոս էլի։ Ինձ այս ձեր խանությանը լուրջ հեռախոսն է ինձ պետք։ Կարող եմ ձեզ առաջարկել այս տարբերակը։ Սա նոր S26+-ն է, բարելաված է նոր սերնդի պրոցեսորով եւ սառեցման համակարգով։ Տեսախցիկի արհեստական բանականությունը թույլ է տալի պրոֆեսիոնալ նկարներ անել անգամ վատ լուսավորության պայմաններում։ Դուրջ եք ասում, մետ կարելի է։ Իհարկե։ Այսպես լուրջ ոնց որ հզոր հեռախոս է երևում։ Այս վերցնեք ինձ թվում է։ Շատ լավ։ Մամա, դու շատ կոպիտ խոսեցիր Լեոյի հետ։ Տենց պետք չէր։ Դու լսում ես ինչ ես խոսում, հասկանում ես ինչ ես ասում։ Ես հիմա հասկանում եմ մենակ Լեոյին ու մեր սերը։ Ձայնդ։ Մամա, մեր շուրջ ամեն բան աբսուրդի է վերածվել։ Այնքան ես քեզ կորցրել, որ հորդ խոսքն ես տրորում։ Մեր հրամանն ես ոտքերի տակ գցում։ Մամ, լավ ասեցիր հրամանը։ Ես զինվոր չեմ, դուք էլ գեներալ։ Ինչ հրամա եք անեմ։ Եվ սա իմ դաստիարակությունն է։ Մամ, նախ եւ առաջ ես մարդ եմ։ Մարդ ով սիրում է, ով տանջվում է այդ բաժանումից։ Դու առանց ամոթի աչքերիս մեջ նայելով խոսում ես դրա մասին։ Բայց ինչ վատ բան կա սիրելու մեջ։ Չէ, սիրելու մեջ չկա, բայց սիրտը սխալ մարդու է ընտրել։ Բայց սիրտս է ընտրել Լեոյին, մամ։ Ոնց ընտրելա, տենց էլ կհրաժարվի։ Ինչի՞։ Որովհետև դուք եք տենց ուզում։ Ես ու հայրդ քեզ համար ավելի լավ թեկնածու ենք ուզում։ Լեոն ինձ համար լավագույնն է։ Հայրդ իր խոսքն ասել է, ես էլ իմը ասեցի։ Ու ինձ չբարկացնես, թե չէ հորդ կպատմեմ այսօրվա այցի մասին։ Իսկ գուցե պապային հաջողանալուց առաջ իմ զգացմունքների մասին էլ մտածես, մամ։ Քեզ կարգի բեր, մարդիկ նայում են։ Ինչ հետաքրքրում, թող նայեն։ Ես ձեր նման հասարակության կարծիքի մեռած չեմ։ Դու ինձ կասես, ով էր այդ ձևավոր տիկինը, ինչ էր ուզում։ Ինչ որ ասեց, պատասխանն էլ ստացավ։ Բայց ոնց որ լավ էլ կոպիտ պատասխան է ստացել։ Հետ իրա խնդիրն է, պապի։ Ափսոս, Լեան դեմս դուրս չգար, ներս էի մտնել ու շշպռեի դրան։ Դրսում էլ կասեի, բայց աղջկան առավ ու փախավ։ Ով է փախել, ինչ է։ Մեր ապագա հարսի մերը։ Ունանի տիկիններ եկել։ Մարդուն տղեն քիչ էր, մի հատ էլ ինքը ավելացավ։ Ինչ էր ուզում։ Ախպերը չի ասում։ Խոսա Լեո։ Դու ավելի լավ է, ասես ինձ շուտ դուրս գրնդավ, որ հիվանդատ տեսեկողները կրճատվեն։ Առանց իմ ասելու էլ արդեն դուրս են գրում։ Ալո։ Կանքես մի հատ դուրս արի տեսքեզ ինչա սպասվում։
Հանդիպումից հետո մի հատ էլ զանգում ես։ Ընդհանուր առմամբ ճիշտ արեցիր, որ գնացիր տուն, դատարկ ձեռով ա գալիս աղջկա մոտ, մի քիչ սխալ ստացվեց հանդիպումը։ Հաջող Գրիշ։ Նայ, փոշմանելու ես դուրս չեկար։ Ասա։ Լավ, բա, ինչ ես կախված տան հեռախոսից, այդքան դուրդ գալիս, հա, ձեռից ցած չես դնում։ Էլ չզանգես ինձ։ Հա, չեմ զանգի, բայց մի հատ դուրս արի։ Էս ինչ է։ Պարզ չի։ Կյանքս։ Հերիք չի հեռախոս ես ուղարկում, մի հատ էլ համարի տեղը գրում ես կյանքս։ Ինչի տենց չի։ Ես քո կյանքը չեմ։ Ոչ։ Լավ, բա, հեռախոսը սրտով վտա դուրդ գալիս, հա։ Ինձ էս պետք չի, աղբերներս ինձ ավելի լավը կառնեն։ Ադե, կասկած չկա, աղբերներդ ամեն ինչ կանեն քո համար։ Արի նվերդ վերցրու գնա էլի։ Չես ուզում գցի թո գնա է։ Բայց շոտ լողն է։ Լավ եմ թող։ Այդ դե որ բանը ասում են, լսի էլի։ Կարող է գլուխդ պտտվի, ինչ իմանամ։ Վայ։ Բարի վերադարձ։ Բարև։ Մանան հաց սարքել ես։ Սկսել եմ արդեն, բայց չեմ վերջացրել, դեռ սպասվածից շուտ եկակ ուղղակի։ Կուզես գնանք նորից հայկանք։ Չէ, լավ ես, հետ ես եկել, եթե արդեն հումորներ ես անում։ Ներս գնացեք։ Այ ման։ Ռոզի։ 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 Տնաշեն մեռած են տալով ուր ես։ Ռոզի։ Ռոզի։ Սրա համար զանգերից չէիր պատասխանում, հա։ Երեխու սառել թռել ես, հա։ Գտնելու եմ ու շանորը գցեմ։ Այդ ժամանակ ես ձեռքիցս ոչ մեկ չի փրկի։
Լեոն կարգին բան չկերավ։ Ոչինչ, շարժեմ։ Կարգավորվի ախորս վիճակը, սենց չի մնա։ Պիտի անպայման պարզենք ով է թորանս այս վիճակին հասցրել։ Լեոն քեզ բան չի ասել, դա։ Չէ։ Պիտի պարզենք ու այդ մարդը եթե չպատժվեց, այս ամեն ինչ կարող է կրկնվի։ Այդ իմ բանը ես քեզ խոսք եմ տալիս։ Երբեք չի կրկնվի էլ սենց բան։ Դու էլ չես կարող նորմալ լվա սամանները։ Էս ինչ է։ Հենց կուզեի հիմա կողքս լինեիր։ Հոգով ու մտքերով քո հետ եմ։ Այդ շատ քիչ է։ Քեզ լավ նայի, Լեո, հա? Որ շուտ ոտքի կանգնես։ Լեա, մամադ քո առաջ խնդիր չի դրել ինձնից հեռու մնալու։ Ինչ ես ասել։ Իսկ դու ինչ ես պատասխանել։ Եթե ես մամայիդ պահանջին ընդառաջ գնացած լինեի, հիմա քո հետ չէի խոսա։ Նույնն էլ ես կարող եմ ասել։ Այդ ինչ դեղ խմացիր։ Հանգստացնող։ Սկսել ես հաճախ խմել, ինչի ինձ դուր չի գալիս։ Չեմ ուզում նորից հոգեմ այդ դեղերից կախվածություն ունենաս։ Դե լավ էլ դրամում մի սարքի։ Ասա տեսնեմ ինչն է քեզ ցած մտահոգում։ Ինձ թվում է դու էլ կմտահոգվես, որ իմանաս Լեոյի հայրանունը։ Լեոյի հայրանունը։ Լեո Ռաֆայելի Սարգսյան։ Հա, հետո ինչ։ Ռաֆայել Սարգսյան անուն ազգանունը քեզ ոչինչ չի հուշում։ Ռաֆայել Ռաֆայել Սարգսյան։ Այդ նույն Ռաֆոնա Սարգսյանը ես սպանեցի։ Ու հնարավոր է, որ ինքը Լեոյի հայրն է։ Ձեռ ես առնում։ Չէ, դու ինձ լրիվ ձեռ ես առնում։ Դու ոնց կարաս տեղյակ չնես, թե Ռոզին ուր է։ Ինքը քո հետ ամեն ինչ կիսվում էր, ամեն բան խոսում էր, դու չես կարա չիմանաս։ Չեմ հավատում։ Դու հաստատ էլի Հունանի մոտ ես գնացել։ Լավ։ Մի տեսակ չեմ ուզում հավատալ դրան։ Չուզենալդ իրականությունը չի փոխելու։ Չնայած այս ընդհանրապես ենթադրություն է։ Ուղղակի զուգադիպություններն են շատ։ Գիտես, մի շրջան շատ հանգիստ էր ամեն ինչ։ Ինքս ինձ նույնիսկ նախանձում էի։ Բայց խնդրեմ։ Ու գիտես, որն է ինձ ամենաշատը զարմացնում, թե ինչի միլիոնավոր տղաների մեջ Գրիշոն հենց Լեոյի հետ խնդիր ունեցավ։ Ինչի հենց միլիոնավոր տղաների մեջ Լեան սիրահարվեց հենց Լեոյին։ Ասում է, չէ՞ որ դրանք պետք է իրարից հեռու մնան։ Ախր ես վտանգը հազարավոր կիլոմետրերից զգում եմ։ Դրա մեր դարպասից թռնելը, ներս մտնելը, հերիք էր, որ ես դրա ոտերը ջարդեի, որ ոչ Լեային մոտենար, ոչ էլ առհասարակ մտածեր այդ ամենի մասին։ Հիմա առավել ևս Լեան պիտի Լեոյից հեռու մնա։ Ինչի՞ մամ։ Ուզում եմ հասկանամ, ինչ է արել Լեոն, որ ես պետքա իրանից հեռու մնամ։ Ինչ է արել այդ տղան, որ պետքա մեր թշնամի լինի։ Ես չեմ հասկանում, սպասում եք ես ամբողջ աշխարհի երեսին մեկին հավանեի, որ գոյություն ունեցող ու չունեցող մեղքերում իրան մեղադրեիք։ Ամենավատն է աղջիկ ջան։
որ այդ Լեոյի արած հիմարությունների համար իրեն չեմ պատժել, ոտերը ջարդել չեմ տվել։ Այդ դրա համար էլ իր վատարարքները չես ֆիքսել։ Այ որ արած լինեի, հիմա իրար գումարելով կհասկանայիր, դրանից հեռու մնալու պատճառն ինչքան մեծ է։ Ինձ եմ հոգնել այս թեմայից, անկեղծ։ Հոգնել ես մի խոսակը հանգստանաս, աղջիկ ջան։ Դուք եք խոսում։ Մնում էր մի հատ էլ որոշեր մենք ինչ անենք։ Ես չեմ որոշում, պապ ջան, ես ընդհանրապես ուզում եմ պատճառներն իմանամ։ Տենց եմ ուզում։ Ու տենց է պետք։ Ասեմ ավելին, տենց եմ որոշել։ Հասկացար ինձ։ Բանոր չէիր ուզում վերցնել։ Հիմա ես ոնց եմ տնեցիքից թաքուն պահելու։ Տաղանդավոր աղջիկ ես, մի բան կմոգորն ես էլի։ Գրիշ լուրջ եմ խոսում։ Ես էլ, բարով վայել ես։ Ես արդեն Տոմսերն առա, վաղն առավոտյան գնում ենք։ Մամ, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ուղղակի ստեղ մնալու իմաստը ես չեմ հասկանում։ Ես էլ քո տարօրինակ լարվածության իմաստը չեմ հասկանում։ Այ բալես, ես իմ համար չեմ լարվում, ես քո համար եմ լարվում։ Բայց ինչի, ինչ ա եղել, մամ։ Խնդրում եմ, էլի ավելորդ հարցեր մի տուր։ Ավելորդ չի, ուզում եմ իմանամ։ Ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Ինձ կորցնես։ Այսինքն։ Դե ինչ եկել ենք Հայաստան, դու անընդհատ փորձանքի մեջ ես ընկնում ու այդ հունանից էլ ես ահավոր վախենում եմ, չեմ ուզում հետը շփվես, վախենում եմ, այ բալես։ Չէ, մամ ջան, ինչ եկել եմ Հայաստան, փորձանքի մեջ չեմ։ Իսկ հիմա ինձ ճիշտն ասա։ Կարող է ստեղ իմ բարեկամներին ես գտել, դրանք էլ որոշել են հետս ծանոթանան։ Մամ ջան, ես գիտեմ, որ ժամանակին քո հետ լավ չեն վարվել։ Դու էլ ինձ վերցրել տարել ես Հայաստանից։ Հավատա ամեն ինչ գիտեմ ու ոչ մեկի հետ ծանոթանալու ցանկություն չունեմ։ Պետք լինեի, իրանք ինձ վաղուց գտած կլինեին։ Մոռացի այդ թեման ու մի լարվի։ Հայաստանից գնալու պատճառ էլ չկա։ Բարի օր հարազատներիս։ Ինչ ես եկել։ Բարևեցի Հունան։ Դու լավ կանես նախ հարցիս պատասխանես։ Բան ա եղել Հունան։ Դե բան ա եղել, որ եկել ես։ Ասի, կամ տենամ ինչ կա, ոնց եք։ Սուտ։ Հունան ջան, ինչ ա եղել։ Ինչ ես սենց լարվար ջղայնացած։ Արի նստի, աղո ջան, ինչ ես կանգնած մնացել։ Չէ, լավ ա, շնորհակալ եմ։ Ես երևի գնամ։ Չէ, ասացիր եկել ես տեսնես ոնց ենք, արի նստի սուրճ խմենք։ Լավ։
Էլ ասեք տենան ոնց եք պատմեք։ Էս ինչ ա եղել, ինչի եք տրամադրություններդ գցել։ Իրականում շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնած։ Ուզում ենք Լեոյին ավելի մոտ թողնել մեզ։ Դե գիտես, Լեան սիրում է։ Մենք էլ ուզում ենք, որ երեխան երջանիկ լինի։ Ճիշտ է Գրիշոն իրեն շատ վատ պահեց, բայց դե խնդիրներ են, կլուծվենք անցնեն։ Հարց ջան։ Բայց իմաստ կա Լեոյին մոտ թողնելու, հա։ Դե լավ, ոնց չէ։ Համել Սարգսյանը։ Դե Սարգսյանները որպես փեսա Գալովյան չէ իմ գլխին։ Դե նայեք, ժողովուրդ ջան։ Թե ինձ եք հարցնում, իմ կարծիքն եք ուզում լսեք։ Ես այդ ռիսկին չէի գնա, ես նման բան չէի անի։ Դե դրա համար էլ մենակ գույսին չենք թողում։ Ուզում ենք ընդհանուր քննարկենք։ Ես ու Հունանը ուզում ենք գնանք Լեոյենց տուն։ Տեսնենք այդ տղան ոնց է։ Վերջ-վերջո չի բողոքել մեր դեմ, մենք էլ վերաբերմունք ցույց տանք։ Ու որպեսի միակ փեսա, դու էլ պետք է գաս մեր հետ։